ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակած հաշմանդամների միջազգային օրը դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալահամերգը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը Հայկական ժամանակի հետ զրույցում նկատում է. փառատոնի ընդհանուր նպատակը համապատասխանում է «Իմ քայլը» հիմնադրամի եւ տիկին Աննա Հակոբյանի առաջնահերթություններին։ Մենք գտնվենք կողք կողքի միջազգային ներառական 6-րդ փառատոնի գալա համերգին, որը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Գրչության, Գիտության, Սպորտի եւ Մշակույթի նախարարության կողմից եւ «Իմ քայլը» հիմնադրամի համաֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո։ Այսօր 600 երեխաներ ելույթ կունենան պետական այրերի, անվանի երգիչների եւ օտարերկրյա տեսփանների հետ պետական Հայաստանի ջազ նվագախումբի նվագակցությամբ։ Փառատոնի ընդհանուր նպատակը կհամապատասխանի «Իմ քայլը» հիմնադրամի եւ հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Հակոբյանի առաջնահերթություններուն, որոնք են բարձրացնել հասարակության մեջ իրազեկությունը եւ գիտակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ եւ նպաստել իրենց սոցիալական ներառման մեր հասարակության մեջ, նաեւ կոտրել արգա կարծրատիպերը հանրության մեջ։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ փառատոնի մասնակիցները հայտնի երգիչների եւ երաժիշտների հետ հանդես եկան կատարումներով։ Կողք կողքի կրթամշակութային հասարակական կազմակերպության եւ փառատոնի նախագահ Նաիրա Սարգսյանի խոսքով միջոցառմանը մասնակցում են տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ, անհամբեր սպասելով այսօրվան։ Արդեն 6-րդ տարին է «Իմ քայլը» հիմնադրամի հետ տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում ենք այս փառատոնը, որը միավորում է տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների, պատանիների, դեռահասների եւ մեծերի կրթամշակութային կյանք։ Փառատոնը այս տարի իրականացել է 4 օր, որի շրջանակներում եղել են սեմինարներ, վարպետաց դասեր, տարբեր միջոցառումներ, թատերական միջոցառում եւ այսօր փառատոնի գալահամերգն է լինելու Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, որին նաև ընդգրկված են տարբեր պաշտոնյա անձինք, նրանցից են փոխքաղաքապետ Լևոնը Հովհաննիսյան, Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի փոխնախարար Դանիելը Դանելյան, Սոցիալական հարցերի նախարարության Դավիթ Խաչատրյան եւ Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը, որոնք կնվագակցեն երեխաներին, կօգնեն ընթացքին։ Փառատոնը անշուշտ ոգևորում է երեխաներին։ Իրենք ամբողջ տարին սպասում են, բոլոր վերականգնողական, զարգացման կենտրոնի սաները սպասում են, որպեսզի ելույթ ունենան փառատոնին։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում երեխաներին ընդգրկվել մշակութային եւ ընդհանրապես սոցիալական կյանք։ Կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների եւ պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Այս տարի փառատոնին մասնակցում է շուրջ 600 երեխա եւ պատանի Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից եւ այլ երկրներից։ Փառատոնն անցկացվեց նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը։